Ինչպես հիշում եք, հույս ունեմ, որ հիշում եք անցյալ Կիրակի օրվա քարոզչությունը խոսք էր, թեմա էր, նյութ էր, քննարկում էր Դավիթի կյանքից։ Եվ ինչպես խոսքի ավարտում ասացի, որ խոսքը չավարտեց, հույսով ինչ որ մի առիթով այս խոսքը կշարունակենք, սիրելիներս ներողամիտ պետք է գտնեք այսօր այդ առիթն է։ Ես մտածեցի, որ սրանից ավելի լավ առիթ միգուցե եւ չլինի։ Քանի դեռ մեր հիշողությունները թարմ են, եւ հույսով որ հիշում եք, մեկ շաբաթ անցել է, կյանքը ունի իր հոգսեր, նեղությունները, բայց նրանք, որոնք հինգշաբթի մասնակցում են եւ մեր այս մասնակցություն ենք բերում, մենք Կիրակի օրվա քարոզը մի կրկին անգամ արագ կարգով վերհիշում ենք եւ թողնում ենք, որ ամեն մարդ իր կարծիքը եւ իր հարցումները բարձրացնի։ Խոսքը ինչի մասին էր։ Խոսքը Դավիթ թագավորի մասին էր։ Խոսքը իր երեխաներից մեկի Աբիսողոմոնի մասին էր, թե ինչպես դավաճանաբար ինչ արեց, փորձեց վերացնել իր սեփական հորը, որպեսզի տիրի եւ իշխի իր հոր թագը ու թագավորությունը։ Գիտեք, սիրելիներս, ես արագ ուզում եմ անցյալ Կիրակի օրվանից մի պահ հիշեցնեմ, որից հետո կշարունակենք։ Ոչ մի կրկնություն չի կարող լինել անցյալ Կիրակից, որտեղ նյութը անքան ընդարձակ է, որ եթե հաջորդ Կիրակել ուզենաս դեռ քարոզին նյութ կա։ Դավիթը այն առանձնահատուկ անհատականություններից է, որ դու չես կարող նմանեցնես այդպես հասարակ իմ նման, մեզ նման մահկանացուների։ Նա ունեցավ շատ բարձր եւ նաեւ ընկավ ու պակասեց։ Բայց ուզում եմ մեր ուշադրությունը մի բա Աբիսողոմոնի վրա դարձնենք։ Աբիսողոմոնը, երբ որ ասում է առավոտյան արթնանում էր, այդպես գեղեցիկ հագնվում էր, sense գլուխը ծուռը, այդպես խոնարհաբար, պալատի այդ կողքի պատերով քայլում էր, այդպես խոհեմ, որ նայում էր, այսպես ասում էր, հանեմ գրպանիցս $1 տամ, շատ խեղճ է ձևանում։ Այդպես խեղճ, համեստ, խոնարհ ձևանած մոտենում էր մարդկանց ու ասում էր. «Օհ, երանի թե ինձ դատավոր, ինձ թագավոր, ինձ ձեր գլխին իշխանավոր նշանակեին, ու ձեր բոլոր դատերը արդարությամբ պետք է դատեին»։ Եվ երբեք մենք մեզ հարց չենք տալիս, թե նա ինչպես պետք է հասներ այդպիսի արդար թագավոր լինելու, եթե ոչ իր ձեռքերը թաթախելով իր սեփական հոր արյունովը։ Այդպես է չէ կարգը։ Նա պետք է Դավիթին սպաներ, որպեսզի թագավորությունը տիրեր։ Եվ ինչպես կարող է մարդը իր ձեռքերը թաթախած իր սեփական հոր արյունով արդար դատավոր լինի, երբ այդ մարդկանց համոզում էր իր արդարության եւ ինչ իր անկեղծության մասին։ Այնպես որ սիրելիներս, կյանքում այսօր մենք չենք եկել ուղիղ 3000, չեմ ասում ճշգրիտ 3000, որովհետև Դավիթը Հիսուս Քրիստոսից 1000 տարի առաջ է ծնունդ առել եւ ընթացք ապրել եւ Հիսուսից մինչեւ այսօր մոտարպես 2000, այս պատմություն 3000 տարի առաջ է տեղ ունեցել, բայց այսօր մենք այս պատմությունը որպես պատմություն չենք քննարկում ու դիտարկում։ Մենք չենք եկել պատմությունը եւ Աստծո խոսք, մենք եկել ենք որ Աստծո խոսքը այսօր նաեւ քննարկի մեր կարգավիճակը, մեր կյանքը։ Եվ միանշանակ ես մի բան կարող եմ ասել. մարդկանց խոսքերին այդքան արժեք մի տուր, նայի նրանց կյանքի նկարագիրը, իրանց character-ը, դա շատ ավելի բան է ասում, քան այն ինչ որ լեզուն խոսում է։ Հիշում եք, չէ, Հակոբոս Առաքյալը եւ իմ արժանա հիշատակ մամա ժամանակ առ ժամանակ հիշեցնում էր։ Այս լեզուն ոսկոր չունի եւ ինչ որ ուզի խոսի, բայց կյանքը, character-ը, կարգավիճակը, դա լրիվ ուրիշ մի բան է։ Դու չես կարող արդեն ձևացնես։ Դու այդպես քո մեջ կառուցել ես եւ եթե քո կառուցածը Աստծո հիմքի վրա է, դու ճիշտ մարդ ես եւ նման մարդկանց որ գտնեք ամուր կրկեք, պահեք, ձեր կողքին ունեցեք, բայց մարդիկ, որոնք իրենց լեզվին զոր տալով շռայլում են բառերը ճողճող, ոչինչով չեն տարբերվում այն հարսանիքի հրավիրված ու վարձատրված թամադայից, որ ամբողջ հարսանիքի ժամանակ ամեն գեղեցիկ բառերը շռայլում է Փեսային հարսին, ծնողներին, բարեկամներին, հարազատներին, մնում է որ նույնիսկ այդ կանգնած դռան մոտ կանգնած պահակին էլ մեծարի։ Ինչևից է, անցնենք առաջ։ Երկրորդ Սամուել, 2 Samuel 15:30, ասում է, երբ Դավիթ թագավորը դուրս եկավ պալատից,
Այսպեսի մի հատ հատված ենք ընթերցում։ Ընթերցանությունը երկրորդ թագավորած 15-րդ գլխի 30-րդ համարում է, որ հիմիկ պատկերի վրա կտեսնեք, եւ անգլերեն 2 Samuel 15:30 ասում է Դավիթը ձիթենյաց զարիվերով բարձրանում էր վեր, գնում ու լաց էր լինում, եւ գնում էր գլուխը ծածկած ու ոտքերը բոբիկ։ Սա խոսում է Իսրայելի թագավորի մասին, բայց այսքան էականը ուզում եմ ուշադրություն դարձնեք, թե նա որտեղով էր անցնում։ Երուսաղեմը, իր դարպասները, իր բերդապատ քաղաք էր։ Երբ որ դուրս էր գալիս Ձիթենյաց լեռն էր։ Ձիթենյաց լեռը բարձրանում էր ու հետո շարունակում էր Հովիտը։ Ու այդպեսով դու հեռանում էր կամ որ հեռվից գալիս էր դեպի Երուսաղեմ։ Ձիթենյաց լեռան զարիվերով բարձրանում էր վեր, գնում էր նրա կարգավիճակն եմ ուզում նայեք հիշեք, գնում էր լաց լինելով, գնում էր գլուխը ծածկած ու ոտքերը բոբիկ եւ ամբողջ ժողովուրդը նրա հետ էր։ Բոլորն էլ ծածկեն իրենց գլուխները, գնում էին դեպի վեր ու լալիս։ Ուզում եմ մեր ամբողջ ուշադրություն դարձնենք Դավիթի վրա։ David ascends the Mount of Olives. Ինչպես կարդացինք, Դավիթը այդպես զարիվայրով, այդպես բարձրանում էր Ձիթենյաց լեռը ու գնում էր մերժված ու արցունքը աչքերին, ոտաբոբիկ, մերժված էր, թագավորը գլուխը ծածկել էր ու ոտաբոբիկ Ձիթենյաց լեռան այդ զարիվայրով բարձրանում էր, որպեսի իջներ դեպի Հովիտը ու շարժվեր ու հեռանար Երուսաղեմից։ His head was covered and he was barefoot. David ascends the Mount of Olives in sorrow and rejection. Անցան դարեր, ավելի ճշգրիտ 1000 տարի։ Մեկ ուրիշ թագավոր էր անցնում այդ նույն Ձիթենյաց լեռան զարիվայրով մերժված ու ողջ աշխարհի մեղքը իր ուսերի վրա առած։ Հետևյալն ենք ընթերցում Ղուկաս ավետարան 22-րդ գլուխ 39 եւ 40 համարները Luke chapter 23 verse 39 and 40 Հիսուսը ելավ իր սովորության համաձայն Ձիթենյան լեռը գնաց Սա իր վերջի մուտքն էր դեպի Երուսաղեմ Ձիթենյանց լեռով անցնում էր եւ մենք գիտենք Աստծո խոսքից հույսով հիշում ենք նա վերջում գնում էր դեպի ուր գնում էր դեպի Գեթսեմանի պարտեզը իր վերջի աղոթքը իր վերջի աղաղակը իր վերջի հարցումը երկնքի հորը հարցնելու աշակերտներ հետևից նրանց երբ այնտեղ հասավ նրանց ասեց աղոթեք որ փորձության մեջ չընկնեք որտեվ գիտեր թե աս աշխարհը ինչքան լեցուն է փորձություններով այդ նույն Հիսուսը որ գնում էր մերժված թագավորից Հուդայի մերժված դպիրներից ու փարիսեցիներից եւ մեկ օր հետո 5 շաբթի օրն էր այս նկարագիրը որ կարդում ենք եւ ուրբաթ օրը մերժված ողջ Երուսաղեմի ժողովրդից երբ աղաղակեցին խաչը հանել նա ոչ միայն մերժված էր այլ նաեւ դավաճանված Դավիթը դավաճանվեց իր սեփական որդու ձեռքով Հիսուսը դավաճանվում էր իր 12 առաքյալներից մեկի Հուդայի ձեռքով Շատ հետաքրքիր ձևով David points us forward to the Christ Դավիթը ոչ միայն թագավոր էր ոչ միայն ահեղ զինվոր ու կռվող էր այլ նաև մարգարե էր եւ Աստված բազում անգամներ Դավիթին որպես անոթ օգտագործեց մարգարության ողջ խոսքը հին ուխտի ուղղված է միայն ու միայն մեկ անձի մասին եւ դա Հիսուս Քրիստոսն է այստեղ Դավիթը ոչ թե մարգարանում է այլ նույնիսկ իր անձով իր կյանքով ինչ է անում նմանեցնում է թե ինչ ենք մենք տեսնելու 1000 տարի հետո մերժված տխուր ու ցավով Ձիթենյանց լեռը անցնելիս
But there is a massive difference. Բայց մեծ հսկայական տարբերություն կա Դավիթի եւ Հիսուսի մեջ։ Դավիթը հալածվում էր իր կյանքում ունեցած իր սխալների եւ բացթողումների համար։ Մենք քարեր չենք շպրտում Դավիթի վրա, բայց ուզում եմ որ տեսնեք դրա տարբերությունը։ Իսկ Հիսուսը միակը սուրբը համայն մարդկության պատմության մեջ կատարյալության կատարելությունը գնում էր խաչվելու իմ եւ քո մեղքերի համար։ Սա էր հսկայական դա։ He was completely sinless. Who? Jesus Christ, the Son of God. The great King walked the great valley for us. Նա գնում էր Ձիթենյանց լեռը անցնելով դեպի Երուսաղեմ։ Ինքշաբթի օր էր։ Իսկ հաջորդ օրը նրան խաչն էին հանելու։ Նա մեռնում էր, նա զոհվում էր իր սիրո համար, որ ուներ ինձ ու քեզ եւ համայն մարդկությանը։ Սիրելիներս, այսօր մեր ուշադրությունը վերլուծությունը Դավիթի մասին է։ Նեղությունը, փորձությունները կյանքի ցավով եմ ուզում ասել, ցավով եմ ուզել։ Մեր կյանքի յուրաքանչյուր մարդ արարած, հավատացյալ, անհավատ, Աֆրիկայում, Ամերիկայում, յուրաքանչյուր մարդու կյանքի բաժինն է։ Դու չես կարող շրջանցես։ Եվ չես էլ կարող ենթադրես, թե որտեղից եկավ։ Իհարկե, գողու ավազակը մարտասպանը գիտի ուր որայեք պետք է ձերբակալվի եւ պատժվի իր արածի համար։ Բայց երբ որ փորձություններն ա գալիս եւ այդ փորձությունները դու առաջի բանը որ սկսում ես վերլուծել քո կյանքում եւ բնականաբար ինչ անում, քեզ տանում է մի հատ ուրիշ հոգեվոր կարգավիճակ։ Երբ Հոսեփը հայտնվեց բանտում, նա երկու ընտրություն ուներ։ Ամբողջովին մերժելու ասոն ու երես դարձնելու։ Ասելու որ Տեր դու ինչ երաստվեցիր եւ ես իմի որտեղ եմ հայտնված։ Բայց Տերը Հովսեփ էր պատրաստում բանտում այդ փորձությունների մեջ, որտեղ որոշ ժամանակ հետո նա պետք է ամբողջ Եգիպտոսի մեջ երկրորդ հզոր մարդը լիներ փարավոնից հետո։ Նա պետք է կարողանար դիմագրավել ու դիմանալ այդ մեծ փառքի եւ իշխանությանը։ Եղիանը երբ սպանել տվեց այդ կռապաշտ այդ կուրքը պաշտողը այդ մոգերին այդ առաջնորդներին Ջեզաբելը հրաման տվեց, որ ուր որ է Հեզաբելը ով էր, Իսրայելի թագուհին էր։ Նա Բահաղի պաշտամունքն էր բերում եւ լսեց, որ Բահաղի պաշտող ծառայողներին Եղիան ինչ անել, գլխատելը տվել, ոչնչացել է։ Եղիան վախից փախուս տվեց ու ներս մտավ ինչ որ քարաժայր։ Այնտեղ Տերը նրան հանդիպեց։ Ու հարցեց Եղիա ինչ ես անում այստեղ։ Ասեցի թագուհին մի ամբողջ զորաբանակին հրաման է տվել, թե մեկ երկվայրկյան շուտ գտնեն ինձ ու ինձի գլխատեն։ Եղիա մարգարեն, այո, մահը սարսափելի է։ Ու երբ որ նեղություն ու դժվարություն է գալիս, երբեք չփորձես քո տարիների փորձառության վրա հիմնվես։ Միակ քեզ պահող ու պահպանողը քո փորձությունների մեջ այդ փառավորած տերերի Տեր Քրիստոս Աստվածն է։ Աստված այդ քարաժայրում Եղիային պատրաստում էր, որ մի կարճ ժամանակից հետո նրան հափշտակելու էր երկինք։ Կարող ես մատերիդ վրա հաշվես, քանիսը երկինք հափշտակվեցին անանց մահ ճաշակելու։ Նեղությունների մեջ է, որ Հովսեփը սովորեց հնազանդվել ու վստահել Տիրոջը, ու Տերը նրան վեր բարձրացրեց մինչև առաջի մարդը լինելու փարավոնից հետո։ Ամբողջ Եգիպտոսը ով էր իշխում, այս օտարական բանտարկյալը։
Հոբ ամեն ինչ ուներ, ամեն փառք, ամեն պատիվ, երբ որ դուրս է գալիս, ասում է քաղաքի մեծահասակներն ու ծերերը խոնարհվում էին նրա առջև, կորցրեց ամեն ինչ, մոխրի վրա նստեց։ Իսկ սեփական կինը հանդիմանեց ու անիծեց իրան, իսկ ընկերները մի կերպ ինչ արին անում, անverջ հանդիմանում էին իր բազու մեղքերի համար։ Ինչ արեց Հոբը։ Մնաց ու համբերեց, մնաց ու այդ նեղությունների ու ցավերի մեջ սովորեց, որտեվ հիշում եք վերջի գլուխի տողերը։ Եվ կարդում ենք, որ Տերը նրան օրհնեց հարյուրապատիկ ավելին, քան թե անցյալում նա ուներ։ Պողոս առաքյալը, ասում են, նրան վրայից թաշկինակներ էին առնում ու տանում ու հիվանդների վրա էին դնում ու հիվանդները բժշկվում էին։ Նա անցնում էր ու նրա վրայից ստվերից բազում հազարավոր, տասնյակ հազարավոր հիվանդների բժշկության առիթ եղավ, բայց ինքը խոց ուներ, ցավ ուներ, նեղություն ուներ իր մարմնի մեջ ու ասում է 3 անգամ Տիրոջը աղաղակեցի, խնդրեցի, որ իմ վրայից վերցնի այդ ցավը, եւ Տերը ասեց. իմ շնորհքը լի իրավ քեզ, բավարար է։ Մենք այնպիսի մի Աստծո ենք հավատում, որ դու չես կարող նախորոք կանխագուշակես նրա քայլերը, միայն կարող ես նրան հավատաս ու սպասես նրա հրաշքներին։ Երբ Դավիթը անցնում էր Ձիթենիած լեռով, հիշում եք բառերը, որ ասեց. եթե Տիրոջ կամքն է, որ ես վերադառնամ, կգամ ու կմնամ նրան ծառա եւ ժողովրդին թագավոր։ Իսկ եթե նա որոշում ունի, որ ինձ հովիտումը սպանել տա իմ սեփական տղայի Աբիսողոմոնի ձեռքով, թող նրա կամքը լինի։ Եվ նրա կամքը եղավ։ Ու Դավիթը ավելի թագավորեց, քան թե անցյալում էր թագավորել։ Ամեն անգամ, երբ որ ես ու դու նեղություններով ենք անցնում, գիտեք, մեկ բան պետք է հիշենք։ Նեղությունը դա չի նշանակում, որ Աստված մեզ թողել է։ Հիվանդությունը չի նշանակում, որ Աստված մեզ պատժում է։ It's not the proof God is absent. Մտքիցը թանիր տա։ Այլ ընդհակառակը, նեղության մեջ է, որ Տերը հայտնվում է, որպեսի մեզի գիտեք ինչ անի։ Մի քիչ առաջ լեցուն օրինակներ բերեցի, չէ՞։ Մենք այդ օրինակների մեջ ենք։ Միգուցե Հովսեփ ու Դավիթ ու Հոբ չեն կարող լինել, բայց Տիրոջը բաժինն ենք։ Եվ Տիրոջը ինչպես նրանց տեսք ու արժեք տվեց, նաև ինձ ու քեզ ուզում տեսք ու արժեք տա։ Եվ ինչպես նրանց տեսք ու արժեք տվեց նեղության ու դժվարության մեջ, դա միակ ձևն է, դա գալիս է մեր ամբարտավանությունից, մարդ արարածի անհնազանդ կարգավիճակից, որ մարդը կարողանում է միայն ու միայն Տիրոջ առջև խոնարհվել, երբ որ իր կյանքում նեղություն կա, անհնարին կա, փակ դռներ կա, անկարող կարգավիճակ կա։ Crises are fact of life. Հոգսերը կյանքի բաժինն է։ And we all must deal with it. Հոգսը կյանքի բաժինն է։ Եվ իմի տարբերությունը գիտեք ինչու՞մն է։ Եվ դեռ Աստված մեզ համար չէր բացվել որպես տերերի տեր ու փառավոր Աստված, երբ մենք դեռ այն կողմն էինք, աշխարհում էինք, բնականաբար մեր կյանքում եղած նեղությունները այլ կերպ էինք վերլուծում, այլ կերպ էինք ինչ դիմագրավում, այլ կերպ էինք մոտենում։ Թողնենք այն։ Վերլուծենք մեր կյանքը, հոգևոր կյանքը։
Եվ այսօր անպայման չէ, որ մենք Դավիթի կարգի նեղությունով անցնենք, որ մտածենք, որ միայն այդ նեղությունը, այդ դառնությունը, այդ խորությունն է, որ ինչ Աստծո ներկայությունն է բերու ու Աստծո հրաշքներն է իրականանալու Դավիթի կյանքում։ Նեղություն, երբ որ մեր կյանքի մեջ է գալիս Դավիթի նման իր մեղքերի, իր բաստողումների պատճառով, թե դու տես մեծ դեր նշանակություն չես ունեցել։ Նեղություն եկել է։ Ան հրավիրված հյուրի նման դուրը առաստակելու ներս է մտել։ Եվ դու տեսնում ես, որ նեղության առջև ես, նեղությունը հիվանդություն է, նեղությունը ընտանեկան դժվարություն է, նեղությունը գործի հետ կապված է, նեղությունները բազմազան են, իմաստ չունի դրանք այդպես մեկ-մեկ նշենք։ Յուրաքանչյուրս էլ մեր կյանքում անցել ենք մեկ եւ բազում անգամներ նեղությունը եւ պատկերացում ունենք խոսքը ինչի մասին է։ Բայց մենք որպես հոգեվոր այդպես էլ չենք կարողանում։ Ես, երբ որ նեղությունը գալիս է, անցնում եմ երկու ծայրահեղությունների։ Եվ ժամանակ առ ժամանակ հիշում եք, այդ ոսկե միջինը մենք չենք կարողանում կողմնորոշվենք։ Այդ հավասարակշռությունը մեր հոգեվոր կյանքում խախտում է։ Երբ որ նեղությունը հանկարծակի գալիս է, մենք ինչ ենք անում։ Սկսում ենք մոռանալ խոսքը, հավատքը, Աստված, եւ ասում ենք, հիմա ես ում զանգեմ, իմ բարեկամ ընկերներից մեջ խորհուրդ հարցնեմ, հարցում, ես սխալ չեմ գտնում խորհուրդ հարցնելուց, բայց մեզ համար մի տեսակ ամենատխուրը ցավալին գիտես որն ալնում, միանգամից Աստված մեր կյանքից վերանում է։ Եվ մեր շուրջ բոլորը, մեր մարդկանց մեջ ենք փնտրում մեր օգնությունը։ Եվ երբ որ նեղություն է գալիս, մի հատ էլ ուրիշ ծայրահեղություն կա։ Մենք բացարձակապես ոչինչ չենք ձեռնարկում, նմանվելով ենք կարգավիճակին, նստում ենք ու նստած ենք մնում ու սպասում ենք, թե երբ այդ խնձորը ծառից կպոկվի ու մեր ձեռքը կընկնի։ Երկու ծայրահեղություններ են, չէ՞։ Մեկը որ Աստծուն հետ ենք թողնում ու անցնում ենք մեր բոլոր մարդկային ուժերով, ես կարող եմ, ես հնարավորություն ունեմ, քեռիս, բարեկամիս, հարևանիս, ընկերոջս եւ այլն, եւ երկրորդը որ ոչինչ չենք անում, հետո վերջում բողոքում Տեր ոչինչ չարեցիր, եւ Տեր ասում է, ես անում եմ, բայց դու չէի լսում, դու քայլ չէիր վերցնում։ Աստված մեզի փայծար, մեզի կենթանություն է տվել, միտ գաղափար, հոգի է տվել։ Նեղության մեջ, եթե մենք չսովորեցինք մեր Աստծուն տեսնել մեր առջևից քայլող, մենք անպայման կպակասենք եւ կտկարանանք։ Դավիթի Երուսաղեմից դուրս գալու մեկ ուրիշ պատճառ էլ կար։ Սա միակ առիթն էր, տարիների փորձառությունն էր։ Նա տարբեր մարդկանց ընկերակցել էր ու տարբեր մարդկանց հետ շփվել էր։ Նա հասկանում էր, որ սա այն եւս ճակատագրական կարգն է, որպեսզի ճշտի ով է իրեն հավատարիմ եւ ով ոչ։ Հավատարմությունը հոգու որականիշ է, ոչ թե մարդկային աղբերս, ջան աղբերս, կյանքս տա մեռնեմ քեզ համար։ Այնտեղ մի հատ անձի մասին են կարդում։ Եմի կընթերցեմ 15-րդ գլխի 21-րդ համարը։ Եթին, մի երկու բացատրություն դամ Եթի մասին։ Եթին, որ մի քիչ ավելի խորը սկսեցի ուսումնասիրել, ինքը բացարձակապես ոչ մի հրեական ծագում չուներ, ֆուլ 100%-անոց հեթանոս էր, օտար ազգի, բայց այն երկրամասից էր, ասում հսկաներին այնտեղ ծնվում։ Մեծ հզոր ծնունդ էին սրանք, իրանց եղբայրներով, քույրերով, ընտանիքներով եկան, Ունդեղ Դավիթ այսպիսի մի հատ արտահայտություն ամ, երբ որ Եթին չի գնում, այլ մնում է, ասում է Եթի քո գալը ինձ հետ երեք էր, այսինքն փոխաբերական է, ասում է նոր ես դու եկե ինձ հետ միացե, ինչի ես մնում իմ մոտ, որովհետև կարող է Աբիսողոմոն այնքան հզորանա ոչ միայն ինձ, քեզ էլ վերացնի, թող գնա, Աբիսողոմոնը քո հետ հակառակություն չունի։ Ես կասկած չունեմ, երբ որ Եթին իր ամբողջ գերդաստանով եկավ հեթանոս աշխարից, եկավ որ Դավիթի հետ համագործակցի, լեցուն մարդիկ գիտես մրթում ինչ էին մտածում։ Եթին գիտի ինչ անում։ Եթին եկել է որ Դավիթից հարստություն, փառք ու վիճակ ստանա։ Գիտեք նորեն ինչ եմ ուզում ասել։
կյանքը երբեք մի վրազի, ընթացքը ցույց է տալիս ամեն մարդու ով լինելը։ Լսեք Եթի պատասխանը, երբ Դավիթը ինչ էր ասում, առ քո ազգդ, քո ժողովուրդը, քո ընտանիքներդ, քո երեխեքին, թոռնիկներին, գնա, մնա Երուսաղեմում։ Աբիսողոմոնը քո հետ գործ չունի, դու օտարական մարդ ես, դու երեք անցյալ օրես եկել, իմ հետ ոչ մի կապ չունես։ Լսեք Եթի պատասխանը։ Եթին պատասխանեց թագավորին եւ ասաց. Կենթանի է Տերը, սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է Եթի հավատքի մասին։ Նա հեթանոս էր, նրա միակ պատճառը, որ եկել էր Դավիթի կողքին էր մնացել, ի՞նչն էր։ Ոչ թե Դավիթի թագավորությունը, հարստությունը, նրա հավատքը երկգի Տիրոջ Աստծո։ Եթե մենք մեկս մյուսի հետ հաղորդակցվում ենք, կախյալ մեր դիրքերից ու կարգավիճակներից, տխուր է ու Աստված երկնքից նայում։ Բայց եթե մեր հարաբերությունը կառուցված է զուտ ու միանշանակ Աստվածապաշտությունից, դա օրհնյալ է։ Եվ Եթի բարեկամությունը Դավիթի հետ Աստծոց օրհնված բարեկամություն էր։ Եվ Եթին ասեց. կենթանի է Տերը եւ կենթանի է իմ Տեր թագավորը, որ այնտեղ ուր լինի իմ Տեր թագավորը, թե մեռած, թե կենթանի, քո ծառան այնտեղ պիտի լինի։ Հարստությունը, դիրքը չէր որոշում Եթի բարեկամությունը Դավիթի հետ։ Եթին Դավիթի հետ բարեկամ էր, եւ այդ բարեկամության հիմքը Աստվածապաշտությունն էր։ Մենք բոլորս էլ ընտրություն ունենք ընկերներ ու բարեկամներ ունենալու։ Բայց երանլեն են մարդիկ, որոնց բարեկամության հիմքը կառուցված է, գիտեք ինչի, Աստծո Աստվածապաշտության վրա։ Yeti's firm resolve to stand by David. Եթի այդ ճշգրիտ հավատարմության արտահայտությունը գիտեք ինչի նման էր։ Դավիթը ահավոր մահվան չափ խոցված էր։ Գիտեք, եթե հարձակում թշնամու կողմից լիներ, Դավիթը ոչ կյանքում պատերազմել էր, նա ոչ մահից էր վախենում, ոչ էլ թշնամուց։ Բայց եւ որ քո ամենամոտիկն է, ամենահարազատը, նրա ամենախոցելին Հիսուսին գիտես ով էր, երբ որ Հուդան 12-ից մեկն էր իրան դավաճանում։ Եթե փարիսեցիներից, դպիրներից, քահանաներից ու քահանապետներից իներ, դա շատ սպասելի էր։ Բայց երբ որ քո ամենամոտիկ մարդն է քո դեմ դուրս գալիս, Դավիթը ահավոր մահվան չափ վիրավորված էր ու տեղը չէր գտնում։ Եվ այս Եթի, այս հեթանոս մարդու, այս օտարական մարդու, որ ընդամենը երեկվանից էր ծանոթացել Դավիթի հետ, նրա այդ խոսքերը, հավատարմության խոսքերը գիտեք ինչ էր։ Խոսում էր միանշանակ Աստվածապաշտության, հոգեպաշտության, հոգու կապի մասին, ոչ թե դիրքի արժեքի, սա լավա հարուստ է, սրա հետ ընկերն ամենի դիրք ունի, արժեք ունի։ Եթին եկել էր ոչ թե Դավիթի թագավորությունից ինչ-որ բան առնելու, այլ վայելելու Դավիթի Աստվածապաշտության ներկայությունը։ Հոգևորները հոգևորների ներկայությունից վայելում են։ Դա նման է, գիտեք ինչ, հին ժամանակ, երբ որ վերք ուզում են բուժեն, ինչ են անում, յուղով փաթաթում են, այդ յուղը, այդ վերքը ոչ միայն հանգստացում էր, այլ նաև բուժում էր։ Եթե խոսքերը այդ յուղի նման բուժում էր Դավիթի հոգու սրտի մեջ այդ առաջացած այդ վերքը, այդ ցավը։ Գիտեք, կենթանական աշխարհում այսպիսի բաներ կա, տարբեր կենթաներ, տարբեր քարակտերներ ունեն, բնազներ ունեն, եւ ինչպես գիտեք, ընդունված է, որ ասում են ամենահավատարիմ կենթանին շունն է։ Եվ բոլորն այն որ շուն են սիրում, ընդունում են այդ բանը։ Եվ ըստ դրա աշխարհում հատկապես մեր հայերի մեջ ընդունված է նման մի արտահայտություն, ասում են շան նման հավատարիմ։ Տարիներ առաջ ես առիթ ունեի եւ մի հատ հոգեվոր նման արտահայտություն արավ։ Ասեց ես այս հանրամանության առաջնորդին շան նման հավատարիմ եմ։ Այս օրինակը, որ պետք է իմի ձեզ պատմեմ, ես չգիտեի, թե չէ ժամանակ ես իրան կասեի։ Մենք կարիք չունենք շան նման հավատարիմ լինենք։ Մենք կարող ենք հոգով հավատարիմ լինելու։
Մի երիտասարդ աղջիկ երկու հատ շուն ուներ։ Շատ էր սիրում իրենց։ Մի օր լսեց, որ there is a workshop, այսինքն 1-2 ժամով մի հատ train անող, շուների train անող, այդպեսի մի հատ session էր բացել, մարդկանց հրավիրել էր, որպեսզի ծանոթացներ, ինչպես են շներին train անում, շունը ինչ կարգավիճ, ինչ քարակտեր ունի, ինչ անում, այդպեսի։ Հետաքրությամբ գնաց, մասնակցեց ու լսեց։ Լսում էր the instructor from dog training workshop, խոսում էր շան հավատարմության, loyalty մասին, հավատարմության մասին։ Եվ ասեց, գիտեք ձեր, եթե մեկ կամ մի քանի շուն ունեք, ինչպես կարող եք որոշեք ձեր շունը ձեր նկատմամբ հավատարիմ է թե չէ։ Ասեց մի օր տանը մեջ, երբ որ ձեր շունը տեղ ձեր կողքին է, այդպես ձեր սիրտը բռնեք ու ընկեք ցած։ Այսպես yani ուշա գնացեք եղել։ Ասեց եթե շունը եկավ սկսեց ձեզ լիզել, ուրեմն հավատարիմ շուն է։ Բայց եթե շունը եկավ ու բարկացավ, թե ինչ իրավունք ունես ընկնելու գրմռած, ուրեմն անհավատարիմ շուն է։ Անցավ մի քանի օր, մի օր էս աղջիկը գործից տուն եկավ, նայեց տեսավ ճաշ չունի պատրաստած, հոգնած է ճաշ պատրաստելու, ինչ արեց, հեռախոսը վերցրեց, ինչպես Ամերիկայի 99.9%-ն են անում, փիցա պատվիրեց։ Փիցան եկավ հասավ։ Դրեց սեղանին, շուներն էլ այն կողմը նստած, փիցայի հոտից հենց գժվում էին։ Սկսեց ուտել ու հանկարծ հիշեց, որ մի քանի օր առաջ այդ workshop-ներ գնաց է ու այդ workshop-ի ինստրուկտորը, trainer-ը ասել էր սենց բան անեք իմանաք։ Ուրեմն փիցան կրծելուց հետո դրեց սեղանին, սիրտը բռնեց ու ընկավ ցած։ Ու աշկի տակով կամաց նայում տեսնի այդ երկու շուների կարգավիճակը ինչ է լինելու։ Աշկի տակով նայեց շուները նայեցին տիրոջը, նայեցին սեղանի վրա դրված փիցային, նայեցին տիրոջը ընկած, նայեցին փիցային ու երկուսով հարձակվեցին փիցայի վրա ու մինչև վերջ խժռեցին։ Այդ դա է շան հավատարմությունը։ Նման արտահայտություն մի փորձիր օգտագործես, արժան չէ։ Մեր հավատքի աշխարհում հոգու հավատարմությունն է ամեն ինչից վեր։ Եվ իզուր չէ որ Հիսուս ասեց ես հոգի եմ, եւ այն ամեն ինչ որ կարող ես ինձ հետ ունենաս դա հոգու մակարդակի վրա է։ Մեր կյանքում գալիս է իրավիճակներ, որ քեզ թվում է ինչ ամեն ինչ անհույս է։ Դա հիվանդությունը, գործի դժվարությունը, ամուսինների, ծնող երեխայի հարավ, ինչ որ ուզում լինի։ Դու մտածում ես, որ ամեն բան արեցիր եւ ամեն դռները փակվել է քեզ վրա։ Ոչ մի կերպ չես կարողանում տիրես, կարողանաս առնես այդ նեղությունը, այդ դժվարությունը եւ կարողանաս դրանով ինչ անես, հաղթահարես ու անցնես առաջ։ Եվ այդ կարգում է, որը ես ու դու սովորում ենք, որ մեր ուժերից ու մեր փորձառությունից վեր մեկ ուրիշ զորության կարիք ունենք, որ կոչվում է տերերի Տեր ու փառավոր Աստված։ Ամեն անգամ, երբ որ ինձ ու քեզ թվում է, որ վիրավիճակը այնքան բարդ է, որ միայն ու միայն մեզ ու քեզ կորուստ, պարտություն է սպասվում, ինչպես Դավիթի կյանքում, Դավիթը ասում է, երբ որ Ձիթենյանց դեռ զարվայրից իջնում էր դեպի Հովիտը, մտածում էր, եթե Աստված ուզի, ես իմ կյանքս ստեղ կավարտեմ։ Աբիսողոմանը չի խղճալու, Աբիսողոմանի միայն թագավոր լինելու պայմանը, որ ինձ գլխատել։ Իսկ մյուս կողմից Աբիսողոմանը մտածում էր, որ արդեն Երուսաղեմի մեծամասնությունը Իսրայելի իր կողմն է։ Արդեն ինքը իրան պատկերացնում էր թագավոր, թագին նստած եւ իշխան ու հրամաններ արձակում։ Բայց գիտեք ինչ, իրավիճակները ինձ ու քեզ շփոթեցնում է, բայց երկնքի Աստծուն երբեք։ Աստված նայելով մեր փակ դռներին, մեր անհնարին կարգավիճակին, նա երբեք չի շփոթվում։ Դա է որ ես ու դու պիտի հավատանք։ Դա է որ ես ու դու պիտի չմոռանանք։ Ես ու դու շփոթվելու իրավունք ունենք, որտեղ մի սոարի ունենք, զգացում ենք։ Բայց նաև հոգի ենք ու հավատացյալ ենք։ Եվ հավատքն է, որ այդտեղ մեզ ինչ անում, օգնում է։ Այն ամենաանհնարին վիճակում ես շփոթված եմ Տեր։ Ես քաոսի մեջ եմ։ Ես չեմ կարողամ կողնորոշել։ Ես չգիտեմ ինչ ուղղություն վերցնեմ, բայց գիտեմ, որ դու Տերն ես իմ։ Ու դու չես շփոթված։ Եվ ամեն զորություն եւ իշխանություն քո ձեռքերիդ մեջ է։
Եվ զարմանալի ցևով այսօրվա մեր ոչ միայն Դավիթի կամ մյուս մեծամեծներ հոգևորների կյանքի օրինակներից որ բերեցինք, զարմանալի ցևով ամենափակ, ամենաանհնարին, ամենախղճալի վիճակները Տերը երկնքում արդեն դիրքեր այնպես է որոշում, որ հանկարծ Հովսեփը բանդից հայտնվում է երկրորդ անձը փարավոնի, ու Հոբը դառնում է 10 ավելի օրհնված քան թե էր, հետո Մովսեսը, որը փորձեց իր ուժերով, հետո փախուստ տվեց, հետո դարձավ մի ամբողջ Իսրայել ազգի առաջնորդը, հետո Դավիթը, հետո մյուս բոլոր մեծամեծների, հետո Եղիան, հետո Եղիս, սրանք բոլորը, հետո Եզեկիելի, հետո Երեմիան, հետո սրանք բոլորը անցան դառնություններով, բանտարկություններով, հարցակումներով, խեղճություններով, բայց վերջում ով էր հաղթականը։ Տերը, եւ եթե դու Տիրոջ հետ ես, հաղթությունը քոնն է։ Ուրիշ ոչ մի ել չկա, չի կարող լինել։ Թշնամին մեծագույն ուժը, որ զենքը, որ ունի իր ձեռքին, անգլերեն ասում է deceiver, նա խաբեբա է։ Նա խաբեց Ադամին ու Եվային դեռ Եդեմի պարտեզում, նա խաբում է այսօր ինձ ու քեզ որ կարգավիճակում որ կանք, ինչ հոգևոր վիճակ էլ մնաց։ Նրա մեծագույն զենքը ինչն է։ Ստախոսությունն է։ One of the enemy's greatest lie is God has lost control. Նա գիտես ինչ է քեզ քո ականջին պսպսում։ Աստված քո իրավիճակը չի կարող կարգավորել։ Այնքան բարդակո վիճակը, այնքան խրթին է, որ Աստված պետք է թողնի քեզի։ Չի կարող։ Դու ես ու այս աշխարհը ինչ էլ որ կկատարվի։ Իսկ ամբողջ Աստվածաշունչը սկսած ծննդոց գրքից միջև հայտնության գիրքը ինչ է ասում։ Տերը Տեր է ու Տերը հավատարիմ է քեզ ու հավատարիմ է ամեն իրեն հավատացողներին։ He is sovereign. Նա ինձ ու քեզ երաշխավոր է, մեր կողքին է, մեր Տերն է ու մեր Աստվածն է։ Ողջ Աստվածաշունչը միանշանակ մեր Աստծո մասին այդ նկարագիրն է տալիս եւ ինձ ու քեզ թողնում է ընտրություն այդ ստասյանին, այդ խաբեբային, այդ թշնամուն լսել, թե վստահել ու հավատալ Աստծո խոսքի ճշմարտությանը։ Երբ Իսրայելը Եգիպտոսում տառապում էր ու երբ Աստված Մովսեսին բերեց եւ առաջնորդեց եւ բազում հրաշքներով փարավոնին ապացուցեց եւ վերջի հարվածը ինչ եղավ առաջնեկների կորուստը վերջը փարավոնը եւ ամբողջ Եգիպտոս ասես դուրս արեք, մի վարկյան շուտ դուրս արեք։ Եվ ամբողջ հրյա ժողովուրդը դուրս եկան Եգիպտոսից։ Նրանք շարժվում էին դեպի Կարմիր ծովը։ Ու հանկարծ փարավոնի սիրտը քարացավ։ Ասես ոնց թե, բայց ավելի լավ։ Ես նրանց մեկ պետք է քաղաքում ու գյուղերում սպանեմ, իսկ մի անապատում մինչև վերջ մեկ մարդու նման կսպանեմ։ Եվ ինչ հրաման տվեց եւ զորքը ինչ արեց ուղղեց դեպի հրյա ժողովուրդը բոլորը անզեն դուրս էին եկել նրանք գնում էին դեպի ավետյաց երկիրը նրանց արչեվում ծովն էր իսկ փարավոնը մտածում էր իսկ հետևում ես եմ իմ ամբողջ զորաբանակով արդյունքը գիտեք չէ արդյունքը բոլորս էլ գիտենք ով հաղթեց տերերի տեր ու փարավոր Աստվածը նրանք սուզվեցին ու կործանվեցին իսկ Աստծո ժողովուրդը ճեղքված ծովով անցան ու գնացին մինչև ավետյաց երկիրը։ Դա փարավոնի դժբախտությունը։ Սավուխը այն օրը, որ իմացավ, որ Աստված արդեն ինչ մերժել իր թագավոր, բայց այն օրը, որ իմացավ, որ Սամուելը Դավիթին թագավոր է ուծել, Սավուխը ամբողջ Իսրայելի բանակը հանեց Դավիթի դեմը այդ երիտասարդի բայց ինչ հաջողության հասավ պատերազմներից մեկում իր հոգին տվեց մահկանացուն կնքեց եւ Դավիթը որ Աստծո կողմից օծված ու նշանակված էր մնաց թագավոր եթե Աստված հավատում ես ու նրան փափագում ես ու քո կողքին ունես ոչ մի նեղություն քեզ չի կարող հաղթահարի դա իմ խոստումը չէ ես էլ քո նման մի հատ հասարակ մահկանացու մարդ եմ ես էլ քո նման անցնում եմ կերկև նեղություններով դժվարությունով ես էլ քո նման ընտրություն ունեմ Աստծուն հավատալ
թե շփոթված ձեռքերս տրորեմ ու ծնկներս ծեծեմ։ Ընտրությունը մերն է։ Հուդան փորձեց դավաճանել ու իր վարդապետին, այդ հրաշագործին, այդ կատարյալ սրբին վաճառքի հանել ստարուկի գնով 30 արծաթով։ Հաջողվեց նրան։ Իհարկե ոչ։ Քրիստոսը խաչվեց եւ բերեց փրկություն համայն մարդկության համար։ Սատանան ամեն հնար գործեց, բայց այսօր փրկությունը իրական է, այսինքն թշնամու գործը չամբողջացավ։ Աբիսողոմոնը փորձում էր Դավիթին սպանելով Աստծո որոշում ինչ անել, փոխելու, հաջողվեց, ինքը ծառից կախված մնաց։ Իսկ Դավիթը շարունակեց իր թագավորությունը մինչև խորը ծերությունը։ Այսօր իմ ու քո and your circumstances cannot stop him either։ Ոչ մի անհնարին կարգավիճակ չկա Աստծո համար։ Ինձ ու քո համար կա, բայց մեր Աստծո համար չկա։ Եվ ինձ ու քեզ մի հատ ընտրություն կա։ Ուզում ես նրան վստահես քո կյանքդ, թե ոչ։ Երբ Դավիթը անցնում էր Զիթենիաց լեռը Զարիվայր, գնում էր դեպի Հովիտը։ Մեկ Աստծո խոսքը եւ Սաղմոս գիրքը ասում է արցունքի Հովիտը, որտեղ անցնում ես նեղությունով ու դժվարությունով։ Ես ուզում եմ իմ խոսքս բերել հետեւյալ ավարտին։ The valley is often where pride dies։ Գիտեք, որ նեղությունների մեջ ամենագեղեցիկ ինչն է կատարվում, որ իմ մեջ իմ մարդկային եսը ու իմ հպարտությունը պակասում է, կոտրվում է, մեռնում է ու ես սովորում եմ կառչել նրանից։ Դա մեծագույն որակն է, որ դու ու ես, երբ անցնում ենք այդ արցունքի հովիտով, մեր մեջ մեռնում է, ես կարող եմ, փորձառությունս, հնարավորությունս, շրջապատս, ընկերակցությունս։ Where dependencies grows, երբ քո կախվածությունը Աստծոց ինչ անում, աճում է։ Երբ որ մեր կյանքը այնպես հեշտ, խաղաղ, հանգիստ առավոտ ուլում ենք, ուտում ենք, խմում ենք, գնում ենք, քայլում ենք, ետ ենք, քնում ենք, բայց երբ որ նեղությունը գալիս, այդ ժամանակ էլ չենք ուտում, խմում, այդ ժամանակ ծնկի են գալիս ու կանչում, նրա ներկայությունը, նրա շնորհքը, նրա առաջնորդությունը, կախվածությունը ինքնստիկյան շատանում է մեր մեջ։ And where faith becomes real, երբ որ հավատքը արդեն բարձ չի, ես հավատացյալ եմ, հպարտ եմ, բոլորը գիտեն։ That's just the starting point, that's like a 1%։ Երբ որ հավատքը դառնում է իրական, այդպես միսու արյուն, եւ որ դու այդ հավատքդ վերցնում ես ու այդ հավատքով կարճում ես քո կենթանի Աստծոց։ Եվ այդ բոլորը բերվում է ինչ, մեզ բերում է Քրիստոս Հիսուսի։ Այդ փառավորածը they rejected as a king, նրան մերժեցին որպես թագավոր։ The suffering king, նա խաչի վրա կրեց ողջ տառապանքը, թագավոր էր, բայց կրում էր տառապանքը։ Նա արտասվեց ու լացեց այդ ժողովրդի մոլորվածության վրա։ Բայց մեկ բան կա, որից կարճած ենք ու հավատում ենք։ Նրա վերադարձի, նա կգա թագավոր, թագավորած մեզ տանելու երկնքի հավիտենականության մեջ։ Ամեն։